Փառք մեր Աստծուն, եղբայրներ քույրեր, որ այսօրը մենք հավաքվել ենք մեր Տիրոջ հարությունը, մեր Տիրոջ չարչարանքները, մեր Տիրոջ տառապանքները հիշելու համար, նշելու համար։ Եղբայրը կարդաց այդ համարը, որտեղ Պողոս առաքյալն ասում է, որ մեր զատիկը Քրիստոսն է։ Մի փոքր ինչ ուզում եմ կիսվեմ այդ թեմայով զատկի վերաբերյալ, որպես մենք չլինենք տգետ, ինչպես որ այս աշխարհի մարդիկ, որոնց համար զատիկը դա ընդամենը ձուն երկել է, որոնց համար զատիկը ընդամենը փլով ուտել է, գինի եւ սեղան եւ էլ չգիտեմ ինչ ծաղիկներ, ինչ բան, տեսեք սատանան ինչքան է խորամանկ մարդկանց ոնց է կարողանում այսպիսի կարևոր իրադարձությունը մարդիկ ոնց են վերածել ինչ որ մի հատ ունայն բաների։ Մեր փառք Տիրոջը եղբայրներ քույրեր մենք հասկացել ենք, որ ինչ կարևորագույն տոն է զատիկը, եւ ես կարդալու եմ այսօր համարներ զատկի վերաբերյալ, որպեսզի մենք չլինենք աշխարհիկների պես իսկապես տկետ չլինենք մեր ճանապարհների մեջ, մենք հասկանանք, որ ինչ խորհուրդ ունի զատիկը, իմիջայլոց Իսրայելի մեջ էլ է հիմա բաղջակերած տոնն է, եւ զատիկը բաժանված է երկու, եթե այսպես կարելի երկու բաժնի, կա հրեական զատիկ եւ կա քրիստոնեական զատիկ։ Հրեաներն են նշում իրանց զատիկը։ Եվ ինչ խորհրդանիշ ունի հրեական զատիկը, մենք կարդանք Ելից գրքից 12 գլխից եւ Տերը խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրում ասելով. այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ թող լինի, ձեզ համար տարվա ամիսներից առաջինը լինի սա, Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ խոսեցեք ասելով. այս ամսի 10-ին յուրաքանչյուրն իր համար թող մի գառ առնի ըստ իրենց հայրական տների, ամեն մի տան համար մի գառնուկ, եւ եթե մեկ տունը մեկ գառան համար քիչ լինի, թող նա իր դրածու հետ անձերի թվի համաձայն վերցնի, ամեն մեկն իր կերածի չափով հաշվեցեք գառան վրա, ձեր գառն անառատ, մեկ տարեկան որց պետք է լինի, ոչխարներից կամ այծերից վերցրեք, եւ պահեցեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը եւ Իսրայելի ամբողջ բազմությունը թող մորթի այն երեկոյան եւ արյունից վերցրեք եւ տան դրան երկու կողմերի դրանդիների եւ դրան շրջանակի վերևում քսեք, որտեղ որ այն ուտելու են եւ միսն այն գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված, այն ուտեն բաղարջ հացով եւ դառը խոտերով։ Դրանից հում կամ խաշած չուտեն, այլ կրակի վրա խորոված, նաեւ դրա գլուխը ոտքերը փորոտիքը կուտեք։ Դրանից ոչ մի բան չթողեք մինչև առավոտ եւ դրանից մինչև առավոտ մնացածը կրակովայրեցեք։ Եվ այսպես կուտեք դրան ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին եւ ձեր ցոպերը ձեր ձեռքերին, դրանք արագ կուտեք, դա Տիրոջ զատիկն է։ Քանի որ այս գիշեր Եգիպտոսի երկրով անցնելու եմ եւ հարվածելու եմ Եգիպտոսի երկրում բոլոր առաջնեկներին, թե մարդկանց, թե անասուններին եւ Եգիպտոսի բոլոր աստվածների հետ դատաստան եմ անելու, տեսնելու ես եմ Տերը։ Եվ արյունը ձեզ համար նշան թող լինի ձեր տների վրա, որտեղ դուք եք։ Երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից կանցնեմ եւ հարվածը ձեզ չի գա ձեզ կորցնելու համար, երբ հարվածեմ Եգիպտոսի երկրին, եւ այն օրը թող ձեզ համար հիշարժան լինի։
եւ ձեր բոլոր սերունդների մեջ տոնեցեք այդ որպես Տիրոջ տոնը, ամեն։ Սա է ամբողջությունը հրեական զատկի։ Այսինքն, ինչ կատարվեց։ Երբ որ Իսրայելը Եգիպտոսի մեջ ստրկության տակ էր, ծառայության տակ էր, գերի էին եգիպտացիների լծի տակ, Աստված Մովսեսին ուղարկեց, որպեսի ազատի իր ժողովուրդը Եգիպտոսի գերությունից։ Եվ փարավոնը չէր ուզում բաց թողեր հրեաներին։ Եվ Աստված հարվածներ ուղարկեց Եգիպտոսի վրա, եւ վերջի հարվածը սա էր, որ բոլորի անդրանիկները պետքա սպանվեին։ Փարավոնից միջև այն ամենավերջի բանվորը։ Եվ Աստված ասեց, որ իսրայելացիները իրանց այդ նույն գիշերը, երբ որ Աստված պիտի հարվածի Եգիպտոսին, իրանք մի գառնուկ մորթեն եւ այդ գառնուկի արյունը քսեն դրանդիներին, դռների եւ այդ գառնուկը մորթելով խորովեն եւ գիշերով ուտեն։ Եվ ասում է այդ հրեշտակը սատակիչ, որ գա ու տեսնի արյունը կողքով կանցնի, չի հարվածի, երբ որ Աստված հարվածելու է եգիպտացիներին։ Եվ այդ օրը եղավ վճռորոշ օր այդ հակամարտության մեջ, եւ այդ գիշերը փարավոնը վեր կացավ եւ տեսավ, որ իր երեխեն մահացել անդրանիկ։ Եվ եգիպտացիները վեր կացան ու տեսան, որ իրանց անդրանիկ զավակները մահացել են։ Եվ կանչեցին Մովսեսին ու ղրկեցին Մովսեսի մոտ, ասին. դուրս արի դու էլ այդ քո ժողովուրդն էլ, ձեր երեխեքն էլ, ձեր անասուններն էլ, գնացեք ձեր Եհովային պաշտամունք մատուցեք։ Դա վճռորոշ օր էր, այդ օրը Աստված եբրայեցիներին ազատագրեց Եգիպտոսի լծի տակից։ Եվ հիմա իրանք դա նշում են, որ դա իրանց ազատագրման, իրանց փրկության օրն էր։ Հրեաները տարեց տարի դա պետք է նշեն եւ հիմա էլ նշում են։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ այն ինչ որ օրենքի մեջ է կատարվել, դա օրենքը գալիք բաների շուկն է։ Ինչ կապ ունի դա Հիսուս Քրիստոսի հետ։ Դա անմիջապես կապ ունի, որովհետեւ այն ինչ որ կատարվել է եբրայեցիների հետ Եգիպտոսի մեջ, այդ ընդամենը ոնց որ կարելի ասել տեխնիկային թատրոնն էլի, դա իսկականը չի, իսկականը Քրիստոսն է։ Իսկական զատիկը Քրիստոսն է։ Այնտեղ զուգահեռներ կան, բայց անհամեմատելու զուգահեռներ են։ Ինչպես այն գառնուկը, որ պիտի մորթվեր եւ խորովվեր, ոչ թե էփվեր, եւ ասեց հանկարծ հում չլինի։ Այդպես էլ Քրիստոսը կրակի վրա, խաչի վրա տանջվել է եւ չարչարվել է համայն մարդկության համար։ Ինչպես այդ գառնուկի արյունը, որը մորթվեց եւ քսվեց դրանդիներին, այդպես էլ Հիսուս Քրիստոսի արյունը խաչի վրա թափվեց, ոչ թե արդեն հրեա ժողովրդի համար միայն, այլ ամբողջ աշխարհի համար։ Ինչպես որ այդ օրը Աստված ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսի լծի տակից, այդպես էլ Աստված Հիսուս Քրիստոսի խաչելության միջոցով մեծ դուռ բացեց փրկության համար, որ ամեն ով որ նրան հավատա չկորչի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եվ այդ արյունը, որը դրանդիներին ա քսվել, այսօր պետք է քսվի մեր սրտերի վրա, որպեսզի մեզ մաքրի ամեն անիրավությունից ու ամեն մեղքից։ Դա ազատագրման օր էր, եւ այսօր էլ դա մեզ համար է ազատագրման օր։ Եթե Հիսուսը չգար եւ չխաչվեր, մենք միջև հիմա կլինեինք մեղքի իշխանության տակ, սատանայի իշխանության տակ։ Եգիպտոսը, փարավոնը
դա խորհրդապատկեր է այսօր աշխարհի։ Եգիպտոսը աշխարհի խորհուրդն է։ Փարավոնը սատանայի խորհուրդն է, որ բաց չէր թողում։ Գերությունը դա մեղքի խորհուրդն է, որ նրանք գերի էին այնտեղ։ Բայց փառք Աստծուն, որ Տերը մեզ ազատագրել է, եղբայրներ։ Եգիպտոսից ազատագրել աշխարհից, փարավոնից ազատագրել սատանայից եւ մեր մեղքերից ազատագրել մեզ Աստված։ Եվ ավելին Հիսուս Քրիստոսը հարություն արել, եղբայրներ։ Քրիստոնեական զատիկը ավելի կարևոր տոն է, քան թե եբրայական զատիկը։ Որովհետեւ դա ընդհանրապես այդ մարդիկ ազատագրվել են Եգիպտոսի լծի տակից, ըսկի չեն էլ մտել Քանան երկիրը։ Իրաց ոսկորները անապատի մեջ փռվեցին, 2 հոգի միայն փրկվեց այդ ամբողից։ Բայց Տերը մեզ համար հավիտենական տներ պատրաստել։ Տերը մեզ համար ավելին արել, եղբայրներ։ Ես ուզում եմ ուղղակի այստեղ մի տեղել կարդամ Մատթեոս ավետարանից 26-րդ գլխից Ուրեմն կա քրիստոնեական զատիկ եւ կա եբրայական զատիկ։ Մենք չենք նշում եբրայական զատիկը, դա իրանց տոնն է, դա մեր տոնը չի։ Մեր տոնը դա քրիստոնեական զատիկն է, որ Հիսուսը մեզ համար մահացել է, հարություն արել եւ մեզ ազատել է աշխարհից, մեղքից, սատանայից։ Եվ մեզ փրկության հույս ա տվել։ Եվ մեզ այսօր տանում է երկնքի ճանապարհով, տանում է անապատով, դժվարություններով եւ նեղություններով, բայց տանում է մեզ ոչ թե Քանան երկիրը, այլ երկինքն է տանում մեզ Տերը։ Ուրեմն, տեսեք ինչ կատարվեց, եղբայրներ, քույրեր, այս օրերին, երբ որ պետքա զատիկը մոտենա 26-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանում ասում է այստեղ։ Մարդը կարա այսպիսի հարց տա, լավ ինչ կապ ունի Քրիստոսի խաչելությունը զատկի հետ, զատ կամ ինչ զուգահեռներ կան դրա մեջ։ Հա տեսեք ինչ կատարվեց, եղբայրներ, քույրեր։ Եվ եղավ, երբ որ Հիսուսը այս բոլոր խոսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. Գիտեք, որ 2 օրից զատկի տոնն է եւ մարդի որդին կմատնվի խաչվելու։ Այն ժամանակ գլխավոր քահանաներն ու դպիրները եւ ժողովրդի ավակները հավաքվեցին Կայափա քահանապետի սրահում եւ խորհուրդ արին, որ Հիսուսին նենգությամբ բռնեն եւ սպանեն։ Բայց նրանք ասում էին. ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Եվ այն ժամանակ 12-ից մեկը, որին Հուդա Իսկարիոտովցի էին անվանում, գնաց գլխավոր քահանաների մոտ եւ ասաց նրանց. Ինչ կտակ ինձ, եթե ես նրան մատնեմ ձեզ։ Եվ նրանք 30 կտոր արծաթ խոստացան նրան եւ այդ պահից հետո նա մի առիթ էր փնտրում, որ նրան մատնի։ Ուրեմն այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնենք, եղբայրներ, քույրեր, ինչ էր կատարվել։ Ի սկզբանե Աստված տենց էր նախասահմանել, որ Հիսուս Քրիստոսը խաչվի հենց զատկի տոնին, որպեսզի հրեաները հասկանան, որ իսկական զատիկը Քրիստոսն է, այդ գառնուկը չի, որ իրանք ուտում են, Քրիստոսն է։ Եվ երբ որ Տերը գիտեր, որ մոտենում է արդեն զատկի տոնը մոտենում էր, Տերը ասեց, որ գիտեք, որ զատկի տոնը մոտենում է եւ մարդի որդին պիտի տրվի խաչվելու եւ քահանայապետները խորհուրդ արեցին, որ սպանեն Հիսուսին, բայց այսպիսի որոշում կայացին ոչ զատկի տոնին։ Իրանք որոշել էին, որ զատկի տոնին չեն խաչելու, որ համ տոնը իրանք հանգիստ անցկացնեն զատկի տոնից հետո։ Այսպես էր որոշումը կայացված։ Բայց Հուդան ամեն ինչ փոխեց։ Ես օրինակ մտածել եմ, խի Տերը Հուդային ընտրեց, պետք էր Հուդան, հենց դրա համար։ Քահանայապետները որոշել էին, բայց Հուդան գնաց, առաջ ընկավ, ասեց, ես ձեզ կմատնեմ նրան, դուք ինձ ինչ եք տալու, ասին 30 արծաթ, եւ նա փնտրում էր առիթ, հարմար առիթ Հիսուսին մատնելու։
Եվ այդ հարմար առիթը ոչ թե ինքն էր որոշել այդ երբ լինելու, Տերն էր որոշել դա երբ լինելու այդ հարմար առիթը։ Եվ ինքը վերցրեց պատառը, տվեց Հուդային ու ասեց. «Ինչ անելու ես, շուտ արա»։ Սա հրաման էր Աստծո կողմից, եւ Հուդան գնաց եւ անմիջապես վեր կացավ, ինքը առանց հասկանալու գնաց եւ ասեց քահանայապետներին, որ եկեք։ Ժամանակն է։ Նրանք էլ չէին պատրաստ։ Գիշերվա ժամին երեք քնատեղից վեր կացան, իրանք էլ չհասկացան, ես ինչ են կանում, տոնա, առավոտ տոնա, այս ոնց է լինելու, այս խռովություն կա, բայց իրանք որոշել էին, որ այդպես չեն անելու, բայց այդպես արեցին, որպեսզի կատարվի մարգարեությունը, որպեսզի հասկանան մարդիկ, որ իսկական զատիկը հենց իսկապես Քրիստոսն է, եղբայրներ։ Աստված այդպես նախասահմանել էր, Աստված այդպես արել էր, եւ Հիսուս Քրիստոսը խաչվել էր զատկի տոներին, հրեական զատկի տոներին, որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ ահա փրկությունը ում միջոցով է եւ ում մեջ է։ Փառք Տիրոջը, եղբայրներ։ Ես չգիտեմ, ես այսքանը որ ասեցի, այսքանը որ կարդացի, որ մենք ծանոթանանք, որ մենք հասկանանք մեր քրիստոնեական զատիկը սա է, որ Տերը խաչվել է եւ հարություն արել մեզ համար, բայց ամեն մեկիս կյանքում սա պետք է կատարվի։ Ամեն մեկիս կյանքում սա պետք է կատարվի։ Տեսեք, մարդիկ երեք մեկին տեսել եմ տուն էր գնում հարևաններից ձու էր տանում, ասի առիթ է խոսքել վկայ։ Ասում է ի՞նչ է, զատկին ես պատրաստում, հա, ձու է տարել որ ներքի երևի։ Քրիստոսի մասին խոսացի, ինչ ասի, ինչ չասի, սաղ տեղ չկար, չէր մտնում, չէր հավատում, չի հավատում Աստծուն, չի հավատում Հիսուսին, բայց դա նման որ զատկին պատրաստվում են, որ ուտեն, ումա պետք է դա, եղբայրներ, դա անհեթեթություն է։ Մենք զատիկը պետք է նշենք մեր սրտերի մեջ, մենք Հիսուս Քրիստոսին պետք է ընդունենք մեր մեջ։ Մենք պետք է ճանաչենք նրան, ընդունենք, դա է զատիկը իսկական, որ դու ընդունում ես Հիսուս Քրիստոսին որպես քո անձնական Տեր ու Փրկիչը։ Ես սա է կարևորը, եղբայրներ։ Ես չգիտեմ շատերի կյանքում ինչ է կատարվել, որ մարդը դարձել է Աստծուն, օրինակ իմ կյանքում ինձ համոզել է Քրիստոսի սերը։ Ես երեք թե երբ էր մեկի վկայությունը էլ լսում, այդ եղբայրը վկայում էր, որ երբ որ ես լսել եմ Հիսուսի մասին, ավետարանի մասին ինձ քարոզել են, ասում է, ես ոչ մի բանի խնդիր չունեի, թե առողջական, թե ֆինանսական, լավ էր ամեն բան։ Իրանք կյանքում ծաղկուն ժամանակ էր, բայց ասում է, ես ասում է, հասկացա, որ ես դրա կարիք ունեմ, որ այն ինչ որ ես ունեմ, դա ոչ մի բան է։ Եվ իմ կյանքում էլ եմ հիշում ես երիտասարդ տարիներին, որ ոչ մի խնդիր, համարյա թե խնդիրներ չունեի, լավ աշխատանք ունեի, լավ պերսպեկտիվաներ կար, ես նոր էի դեր կյանքի մեջ մտել եւ երազանքների եւ ինչ բաների մեջ էի ու հանկարծ լսեցի Հիսուս Քրիստոսի մասին, կարդացի նրա կյանքը եւ այն ամենը եւ ինձ գրավեց Հիսուս Քրիստոսի սերը։ Ես հասկացա, որ այս աշխարհի մեջ այդպիսի սեր չկա։ Չկա այդպիսի սեր, եղբայրներ։ Այն սերը, որը Հիսուսը ունի, որ Հիսուսի մեջ է, չկա այս աշխարհի մեջ։ Եվ սերն ամենակարևորը։ Նա, որ ինձ համարյա կյանքն ա դրել։ Նա, որ մեր մեղքերը ներել է։ Նա, որ մեզ այնքան ա սիրել, որ մեզ համար չարչարվել է խաչի վրա։ Եվ այդ սերը Քրիստոսի, եղբայրներ, իմ սիրտը գրավեց, ու ես հասկացա, որ ես պետք է իմ սիրտը տամ Հիսուսին, որովհետև նա սիրում է ինձ։ Նա սիրում է քեզ։ Այսա կարևոր հասկանալ, Աստված Հիսուսը քեզ սիրում է։ Ոչ թե ընդհանրական է, մարդիկ կան, չէ՞ օրինակ Փաշինյանը տես բան ասում, սիրում եմ բոլորիդ, ասում է, բայց դա իրականություն չի իհարկե, չէ՞։ Խամ դա իրականություն չի։ Տեսնում եք, որ մեկ տենում ես բռնկվում է մարդկանց հետ վիճում է, ես մեղադրելու համար չեմ, ես չի էլ կարա բոլորին սիրի։ Մենք էլ կարող է չկարենանք բոլորին սիրել, բայց պետք է Աստվածաշունչն ասում մեր թշնամիներին էլ սիրենք, բայց Աստված իսկապես բոլորին սիրում է։ Բայց Հիսուսը իսկապես բոլորին սիրում է, եւ Հիսուսը ինձ սիրում է, եւ քեզ սիրում է, եւ քեզ ճանաչում է։ Ուրեմն, եղբայրներ, քուրեր,
Ինչպես առաքյալն ասեց, մենք զատիկը տոնենք անթդ խմորհաց։ Բերեք թույլ տան Քրիստոսը ասում է, ահա քո սրտի դրան կանգնած, այդ նկարի մեջ այդ նկարն է, կանգնած ծեծում եմ, ով որ դուռը բացի եւ ես կմտնեմ եւ նրա հետ ընտրիկ կանեմ։ Այս սա է ճշմարիտ զատիկը, որ Հիսուսը մտնի մեր սրտերի մեջ եւ մեզ հետ ընտրիկ անի, սա իսկական զատիկ է։ Բերեք կանգնենք աղոթքի եղբայրներ, քրեր, Փառք Տիրոջը, որ նա մեզ համարյա կյանքը դրել է, որ նա արյուն է թափել, որ մեր մեղքերը ներել է եւ մեզ նոր կյանք աշտորի եւ մեզ հույս ա տվել հավիտենական կյանքի եւ Տերը մեզ փրկել է ամենին։